Սամվել Կարապետյանի մասին է իշքան գիտեմ խոսքը, Սամվել Կարապետյանը մեծանուն բարերար է, ես իշքան որտեղ եկածված եմ ու ես իր մասին վատ բան չեմ լսել, անկեղծ ասած։ Ուղղակի կասեմ մի բան, մեր իշխանությունները ամպիկ արեն, որովհետև իրենք բռնում են այն մարդկանց, ովքեր հայոց ազգին, հայոց եկեղեցուն մեծ օգտակար են եղել, իրենք ամեն ինչով գումարով թե հոգեպես, թե ֆինանսապես, ես ընդամենը մեր իշխանություններին խոր կտամ, եթե կարող են, փոխեն իրենց քաղաքականությունը, իրենց թուրքամետ քաղաքականությունը եւ տեր լինեն մեր ազգին ու մեր պետությանը։ Սա Նժդեհի, Անդրանիկի եւ մեր բոլոր հերոս տղաների երասած հայրենիքն է, որ մենք ունենք։ Եվ մենք պատրաստ ենք այս երկիրը կորցնելու։ Անգամ եթե լինի անհրաժեշտությունը պաշտպանելու այս սրբազան հողը, այս սրբազան վայրերը, մեր սրբությունները, որ մեզ համար սրբություն սրբոց են, մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր կյանքի գնով։ Կոնկրետ ես պատրաստ եմ պաշտպանելու իմ սեփական 18։ Գիտեք, որ նաև Նիկոլ Փաշինյանը վերապար հայրապետի դեմ է ստատուսներ գրել, հետևում եք այս քաղաքականին։ Այո, հետևում եմ եւ անկեղծ ցավ եմ ապրում, որ մարդ իրեն համարելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ պայքարում է հենց հայ առաքելական եկեղեցու վերնախավի, հենց հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես ինքս եկեղեցական եմ, ես ինքս ծառայում եմ եկեղեցում, շուրջ 7 տարի ծառայություններ եմ մատուցել տարբեր եկեղեցիներում, Արագածոտնի թեմում եւ իմ պարտքն եմ համարում սատարելու վեհափար հորը, մեր սրբազան հորը, որովհետեւ նա մեր կրոնի, մեր եկեղեցու գլուխն է, մեր հոգևոր հայրը եւ պետք չէ այդպես վարվել եւ այդպիսի քաղաքականություն վարել հենց կրոնի նկատմամբ։ Ով ուրանում է կրոնը, ուրանա նաև իր անձը։ Մեր հայրենիքը պետք է ազատագրվի նմանատիպ իշխանությունից եւ ուզում եմ խոսքը սղել մեր ժողովրդին, վստահ եղեք հաղթելու ենք։ Աստված մեր հետ է։ Ինչ նկատի ունեք երբ ասում եք։ Մենք հաղթելու ենք այս չարի գնդին, իրոք չարի գնդին, որովհետեւ մեր պետությունը երբեք չի ունեցել այսպիսի իշխանություն, ինչպիսին ներկայիս իշխանությունն է, եկեղեցու դեմ արշավող, խայտարականող, ամեն կերպ խայտարականող մեր պետությունը։